Գալիլեա հասնելու երրորդ օրը Կանա քաղաքում հարսանիք կար, և Հիսուսի մայրը այնտեղ էր։ Հարսանիքի հրավիրվեցին նաև Հիսուս և իր աշակերտները։ Եվ երբ գինին պակասեց, մայրը Հիսուսին ասաց. «Գինի չունեն»։ Եվ Հիսուս նրան ասաց. «Ինչ ես ուզում ինձնից, ով կին, իմ ժամանակը դեռ չի հասել»։ Նրա մայրը սպասավորներին ասաց. «Ինչ որ ձեզ ասի, արեք»։ Այնտեղ կային 6 թակույկներ հրեաների սովորության համաձայն մաքրվելու համար։ Նրանցից յուրաքանչյուրը շուրջ 100 լիտր տարողություն ուներ։ Հիսուս նրանց ասաց. «Լցրեք այդ թակույկները ջրով»։ Եվ լցրին բերնեբերան, և ասաց նրանց. «Հիմա վերցրեք և տարեք սեղանապետին»։ Եվ նրանք տարան։ Եվ երբ սեղանապետը ճաշակեց գինի դարձած ջուրը, և չէր իմանում, թե որտեղից է, բայց սպասավորները, որոնք ջուր լցրին, գիտեին, խոսեց Փեսայի հետ ու ասաց. «Ամեն մարդ նախ ընտիր գինին է մատուցում, և երբ հարբած են, այն ժամանակ վատը։ Իսկ դու ընտիր գինին մինչև հիմա պահել ես»։ Հիսուս այս առաջին նշանն արեց Գալիլեայի Կանա քաղաքում որպես սկիզբը նշանների և հայտնեց իր փառքը, ու նրա աշակերտները հավատացին նրան։ Սրանից հետո Հիսուս Կափառնայում իջավ իր մոր և իր եղբայրների հետ և այնտեղ մնաց միայն մի քանի օր։